պետք է անպայման աշխատեն ուրեմն ռուսների հետ։ Մյուսն ենք պայմանավորվել։ Համատեղ ուրեմն հիմնած ձեռնարկություններ ենք բացելու։ Դա պարտադիր է լինելու պայմանավորվածությունը կա։ Եթե ես զգամ, որ չեմ կարող անել, ես չեմ բարձրաձայնի ձեզ չեմ ասի, այլ այսպես թռնելով հպանցիկ չգիտեմ ինչ ձևիկ ասել, որ հետագայում ուրիշ, այսինքն չկարողանամ ինչ-որ տագից դուրս գալու հնարավորություն ունենամ։ Ես բարձրաձայնում եմ։ Դուք գիտեք, 13 տարի իմ աշխատանքի ժամանակ մի հարց չի եղել, որի մորոք չլուծվի։ Մյուսն ասեմ, պատկերացրեք Երևանի բյուջեն եւ Գյումրիի բյուջեն իր 25-ից 30 անգամ տարբերվում է։ Եթե այստեղ 10 անգամ է տարբերությունը բնակչության թվի Երևանի հետ, թող լինի Երևանի բյուջեն 50 միլիարդ, եթե մերը 5 միլիարդ է։ Թող լինի այնտեղ 50 միլիարդ, բայց 100 քանի միլիարդ է Երևանի բյուջեն։ Այսինքն մեզանից նրան ոչ թե կրկնակի, այլ 10 անգամ 20 անգամ լավ են ապրում։ Լավ մեր քույրերն ու եղբայրներն են։ Դուք լավ գիտեք, որ երբ որ գյումրեցիները պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին ծոխում Երևանին բան չի եղել։ Իսկ երբ որ Գորբաչովն եկավ Գյումրի, լեննականցիներն ասում էին «Ակակ будет Ղարաբաղский вопрос»։ Այս Գորբաչովն ասում էր «Այմար սրանք իրանց մեռելները թողել են, մեզ Ղարաբաղի անունն են տալիս»։ Այո, գյումրեցին այդպիսին է։ Տնագների մեջ զենքը ձեռքերը վերցրեցին իրենց մեռելները չթաղած, գյումրեցին Արցախյան պատերազմի առաջնային դիրքերում էր կանգնած։ Եվ գեներալներից շատերը Մանվելն ասում էր, թե լեննականցիների պես ոչ ոք չի կռվել։ Հիմա ճիշտ է մնացած մարզերի ժողովուրդը կարող է մի քիչ վատ զգան, բայց ինչ որ գեներալներն ասել են, ես դա եմ կրկնում, բարձրաձայնում եմ։ Մի խոսքով, այսինքն մենք ոչ թե միայն ապրում ենք փորի գրբանի համար, մենք ապրում ենք ազգի համար, երկրի համար եւ հավատքի համար։ Այսօր էլ որ այս իշխանությանը այսպես գնում ծառայում են աստղ բարձրացնելու կամ ասենք այդ մարդկանց ջարդելու, փշրելու, որ սրանց պահեն, մի քանիսին է չգիտեմ ինչ պաշտոն են գցում կամ բան են գցում, որ կարողանան բերանները փակել եւ սրանց ասում են, որ սրանք դավաճաններ չեն, դրանք ժամանակն էլ է գալու։ Ամեն թրջուն իր երամն ունի, եթե դուք դա տեսնում եք, հանուն մամոնայի, հանուն գրբանի, հանուն պաշտոնի, մի ծախեք ձեր խիղճը, ձեր հայրենիքը, ձեր պապերի գերեզմանը, ժամանակը հասյալ է։ Սրանք պայմանագիր են կնքել, 300 հազարանոց ադրբեջանցիներ պիտի լցվեն Հայաստան։ Հիշեք, ասում են Համասյայի անունն են տալիս, Երևան ասում են Երևան, Սևանը չգիտեմ ինչ են ասում, գիտեցեք, այդպես է լինելու։ Այ ես ձեզ ասում եմ, ոչ թե միայն ես եմ ասում, այլ դա ասում են բոլոր խելացի մարդիկ երկրի։ Մյուսն եմ ասում, կպել են 102 բազային։ Մենք բոլորս լավ գիտենք, որ երբ որ մենք 5 տարի խաղաղ ենք ապրել հայ ազգը, ուրեմն միանշանակ ռուսի հետ է եղել։ Այս վերջի 75 տարին է եղել, որ մենք խաղաղության մեջ ենք եղել։ Ուրեմն եւ Մխիթար Սպարապետը, եւ Դավիթ Բեկը, եւ Իսրայելորին, եւ Անդրանիկ Զորավարը, եւ Հովանես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, բոլորն ասում են, չեմ ասում էլ Խաչատուր Աբովյանը, որ ասում է Օրտվի են Սահատը, որ հրսի օրտնած ոտը հայոց լիսաշխարը մտավ, եւ մնացածը չեմ ուզում շարունակել։ Բայց մենք չենք ասում հպատակ լինել։ Մենք ասում ենք հայրենիքի հայոց արժանապատվությունը պահելով կարողանան ինքնիսի ղեկավար ունենանք, որ գնան նստեն հավասարը հավասարի հետ խոսեն։ Հայոց շահը պաշտպանելով, ես չեմ տեսել, որ բերաններից մի բան լսել, որ ասեն Ղարսի պայմանագիրը լրացել է։ Ինչ պետք է լինի այդ հարցը։ Նախիջևանի պայմանագիրը լրացել է։ Ինչ պետք է լինի այդ հարցը։ Հայոց ղեկավարներն ելնեն ու պատասխանեն։ Ես չեմ տեսել, որ երբ որ ասում են, թե մենք օկուպացված տարածքները հետ վերցրեցինք ադրբեջանցիները, մերոնց բերանից չեմ լսում ասեն, որ 100 տարվա պետություն եք եղել, դա պապական հայոց հողն է, դա պապական մեր երկիրն է, եւ այսօր ասում են դրանք, թե գիտեք ինչ կա այս եկեղեցիները մեր պապերի աղվանների, ուրեմն կառուցածներն են։ Մերոնց բերանից մի բան չեմ լսում, որ ձեր պապերը եթե աղվաններ են, բան չեք քանդում եկեղեցիները եւ հայոց մշակույթը։ Այս սատանա
թափտպուկած, կապաստանայինած, սրանց բախտորիգությունը, սրանց պահվածքը, դրա ծիծաղը սրանց վրա ես զարմանում եմ, այո, մենք սխալվել ենք, այո, ես էլ եմ սխալվել, բայց այնպիսի ինստիտուտներ են աշխատում, որ կարող են մեզի պես տղեկիներ խաբել, և դրա համար մենք նախկինին չուզենալով բերեցինք այսօրվանին, այն ժամանակ ժողովուրդը մինչև այսօր ասում է, եթե պոլիչոտք էր լիներ սրա տեղը, ուրեմն անպայման ժողովուրդը կընտրեր ադելով նախկինին, և հիմա այս ամեն ինչի մեջ աշխարհի տակ ինչ ասես անում են, տո էլ հեռախոս են լսում, տո էլ կլիվիտա են անում, տո էլ ինչ ասես ասում են, ուրեմն գնացել են բանակ, այն կանտրատնիկներին հարցնում են, Ղուկասյանին եք ընտրելու ովքեր որ այստեղ են ապրում, եթե որևիցե մեկը ասում է այո, հիմա մեր պայմանագրայիններին ուղարկել են սահմանի բերան, այստեղից ընդհանրապես հանել են Գյումրիից, պատկերացրեք ինչ քայլերի են դիմում, այն ժողովուրդը ովքեր որ աշխատում են պետական կառույցներում, ասում են պիտի ՔՊ-ին ընտրեք, վախենալով մարդիկ ասում են լավ կընտրենք, բայց հոգեպես ուրիշ բան են անելու, ասում են որ այդպես է, երկրորդ համարի քվեաթերթիկը հետերը դուրս կբերեք, եթե ոչ ձեզ գործից կազատենք, հիմա ես բարձրաձայնում եմ, չվախենաք, անցյալ սրանց ժամանակը, ես եմ գալու, սա հիշեք, ինչ անեն չանեն պարզված են, Այո! թիկունքներիդ կագնած ենք, ոչ թե կողքերիդ, թիկունքներիդ կագնած ենք, մինչև վերջ պաշտպանելու ենք, լավ իմացեք, եթե նմանատիպ վախբորիկ ձևով եք մոդելում, բա ննջելուց Աստծո առաջ ինչ պիտի պատասխան տաք, մի րոպե չվախենաք, այսպես դիտավորյալ բաներ են անում, ուր գնում են, միացնում են, որ ասենք մեր շեղեն, խանգարեն, մի բան անեն, բայց ոչ մեկի մոտ սենց բան չկա, միայն ծիծաղի առարգա է, այսօր էլ ինչ են քսել, բանը, քաղաքապետը հայոյանքով է խոսում, եթե Գյումրու քաղաքապետը քիֆիր ենել չի դե, ուրեմն վրընդեք քաղաքի, հիմա իմ ռեյտինգը ավելի բարձրացրիք այդ քցելով, լավ իմացեք, չնայած հիմա ես ձեզանից ամեն ինչ սպասում եմ, որի ինչ ասես պիտի սարքեք, հիմա ոնց է կոչվում այդ արեստական բանականություն, չգիտեմ էլ ինչ են սարքել, բան, այսինքն կարող են Պուտինի համար ինչ որ մի բան սարքել, բայց հիմա իրա վրայով են սարքել, ոչինչ, Ադրբեջանն են որ խոսում էր, ես մի խոսքով ես նմանատիպ բաների չգիտեմ, բայց Գյումրու քաղաքապետը պիտի շունկը զվցնելուց գիտենա, դող պահելուց գիտենա, փողոցը պիտի գիտենա, մշակույթը պիտի հասկանա, կրթությունից պիտի հասկանա, լավ տղեն պիտի հասկանա, որ դառնա Լենինագանի քաղաքապետ, եթե ոչ, Լենինագանցիք դրանց համար գիտեք ինչ են ասում, ձմերուկ գլորողներ, այդպես են ասում, հասկանալի է, մի խոսքով, ժողովուրդ ջան, ես շատ չեմ ուզում երկարացնել, որովհետև նորից հանդիպում ունենք հիմա ձեզ ինչ եմ ասում, դուք ձեր աչքով տեսել եք, ես ձեզ, ուրեմն այստեղ ինչ շատ մոտիկներ կան, այն սկզբունքը չկիրառեք, թե գիտես որ քաղաքապետ եղավ, ես գործ կունենամ բան, լավ կեղնի բան, ջեբերներս լավ կեղնի կամ, հողը կամ մյուսը կամ բան, այս կոմենքով, եթե այդ սկզբունքով գնում եք, ուրեմն մեր նախնիների դեմ մեղք եք գործում, անեծք եք բերում ձեր շիրիմների, գնում եք այս սկզբունքով, ուրեմն տեսել ենք, խոսքը գործին համընկնում է, ասածը արել է, և ինչ որ խոսում է, ուղեղի մոտ է թե ոչ, և դրանից հետո առաջ Աստված, ըստ հավատքիքում եղիցի ձեզ, ինչքան որ դուք կլինեք, այդքան էլ ձեր ընդրածը կլինի, ես վերջացնելով իմ խոսքը, մի բան պիտի ասեմ, տեսեք, ինչ կա չկա իմ սարկած է բոլոր թաղերում, մի բան եմ ասելու, եթե զիշ չեք հավատա, ապա գործոցի մոտ հավատացեք, շնորհակալություն։ Ես լինելով գյուղաբնակ մի քանի տասնյակ անգամ եղել եմ պարոն Գողաշյանի մոտ գյումրեցիների հարցը ոչ անձնական, ես իրավունք չունեմ ընտրելու, բայց իմ բարեկամները, ծանոթները խնդրել են որ ասել տեղեկացու որ մեկ մեր ձայնը տալիս է, պետք է անուններ հրապարակել պարոն Վարդան Ղուկասյանին։ Եվ շնորհակալություն եմ հայտնում որ բոլոր հարցերում ազատամարտիկներից, կարիքավորներից օգնել է բոլոր հարցերում նյութապես զանգել է ցանց լույսն են անջատել ազատամարտիկի երկու ոտից ձեր բոլոր ազատամարտիկները առաջ երկրորդ կարգի օգտվում են տրանսպորտից անվճար
Բոլորին տվել եմ առաջի կարգի եւ գրորդ կարգի անձադամարտիկներին խանութներ եմ տվել։ Իսկ մարզի ազատամարտիկներին կով եմ տվել իմ կողմից, ես գիտեք դանասապահությամբ եմ զբաղվում։ Դեր չեմ ասում մնացածը շատ չարժի ասել, որովհետև կլինի։ Այստեղ գրել եմ Հայաստանի ամենազնիվ մարդու սիրված քաղաքական գործիչ պարոն Վարդան Ղուկասյանի աս գիրքը նվիրելի մեզ Շարլ Ազնավուրին, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիշկովի եւ նվիրում է պարոն Վարդան Ղուկասյանին երկրաշարժի մասին պատմող գիրք է։ Շնորհակալ եմ։ Դեր թիկունքին ենք։ Հիմա նայեք, մեր Գյումրեցին է, բանը գնդապետ, որը Վազգեն Սարգսյանում դասավանդել է տարբեր տեղերում, հատուկ եկել է դրս Երևանից, որ մի երկու խոսք ասի, որ դուք լսեք եւ ինքը հայոց դասագրքերի հետ կապված, որ ադրբեջանական դրոշը հիմա մեր դպրոցներում պատկերացրեք դասագրքի վրա երկրորդ դասարանի ադրբեջանական դրոշի գույներն է, իսկ հայոց դրոշը այրում են, այդպես հետևը ես չէի հավատում, բացի ցույց տվեց սավ տեսեք, երկրորդ դասարանի դասագրքի հետևը, ուրեմն հայոց դրոշը կրակների մեջ է, դա պատահական չեն անում, դա թուրքական ծրագիր է հիշեք, եւ մի երկու բառով իրեն տանք, խոսքը թող մի երկու բառով ասի ու սահմանափակենք, համեցեք։ Բարև ձեզ, թարգելի գյումրեցիներ, իզուր չի, որ այսօր տարիքով մարդիկ են այստեղ, ոչ թե պաշտոնի կռիվ տվողներ, այլ մարդիկ, որ ունեն անցյալ։ Պարոն Ղուկասյանը ունի ոչ միայն անցյալ, այլև կառավարման փորձ։ Երևանում քաղաքապետարանի շենքը կառուցվել է նախկինների օրոք։ Լեննականում նույնպես նախկինների օրոք։ Ես եկել եմ ոնց որ ձեր ապագայից ձեզ զգուշացնեմ, ընտրելով ՔՊ ինչա մեզ սպասում, հենց նոր, ընդամենը 2 ժամ առաջ, ես իմանալով, որ բուսաբանական այգիում ծառահատումներ են կատարել եմ հարցումներ եւ պարզվել է հետեւյալը, որ դեռևս 21 թվին, 22 թվին թույլատրություն է տրվել, որպեսզի այնտեղ կառուցապատում արվի։ Ամբողջ Երևանը կառուցապատված է տարբեր շենքերով, էլիտար շենքերում, ովքեր են ապրելու այդ շենքերում, բոլորս հասկանում ենք։ Իսկ հիմա ես ուզում եմ որպես գյումրեցի կանխարգելել, որպեսզի վաղը մյուս օր ես Գյումրի գամ եւ գյումրեցիների աչքերին նայեմ պարզ աչքերով։ Այնց է ստացվել, որ չարիքը սկիզբ է առել Գյումրիում ըստ սխեմայի։ Ես կուզենամ, որ չարիքը վերջ դառնա հենց Գյումրիում, իմ հարազատ Գյումրիում։ Ամեն։ Սա է մեր ապագան, ասում են ապագա կա։ Տեսեք ձեր ապագան։ Դասագրքի վրա այվում Հայաստանի պետական դրոշը 24 թվականի, դասագրքի վրա իբր պատահական ադրբեջանական դրոշը, դասագրքի վրա ՆԶՊ զինվորական առարկայու ոչ թե զինվորական հայկական համազգեստը, այլ անորոշ թշնամական համազգեստ, զինանշանը աղավաղված է եւ պատկերված է որպես թագավորությունների փոխարեն այբենքին դա։ Հասկանում եք ինչ ապագա է մեզ սպասում։ Սկիզբ պետք է առնի Գյումրիուց, փրկվի պետք է մեր ազգը, փրկվի հենց Գյումրիից, որովհետև Գյումրիում արժանապատիվ մարդիկ են ապրում։ Շնորհակալություն։ Սիրելի գյումրեցիներ, քվեատերտիկ համար 2, քվեատերտիկ համար 2, քվեատերտիկ համար 2, արեք ձեր ցավը տանեք։ Բան մնաց այո, դեռ դուք կատակի տվեցիք ասելով, որ Գյումրու քաղաքապետը պետք է Կարդադիր, պետք է դրանցից գիտենա։ Հիմա դուք հաստատում թե հերքում եք այդ ձայնագրությունը։ Ես ճիշտ ասած, ես չգիտեմ հիմա դաժե ես չեմ պետք է մի հատ ճշտենք ում է դովան։ Չեմ, ես նախ շատ վաղանցյալում է եղել։ Դու աղջիկ ջան, այդ ինչ մի բան է որ Ես պրյամոյ ասում եմ, պետք է դրանցից գիտեմ, ես նայ ինչ եմ ասում, չեքնավորները իրանց բերանը քար էին գցում, որ հայոյանք չանեին, հայոյանքը հավատքի հետ լավ բան չի, լավ իմացի, ես 20 տարի հայոյանք չեմ արել, քարը բերանս եմ գցել, որ ասենք հայոյանքի պահը գալիս է, ուրեմն արա քարը զգացնել է տալիս, մարդը հայոյանք չի անում,
Ուրեմն գյումրեցիներն էլ ընդհանրապես հայոյան կանող են, մի կան խառնվեք, ձեր հորտոնը հայոյան չկա, քսե հերա որ գնացիր հարս հայոյան չի լինի, հանգիստ եղի, քսե ուրեմն գնացել ես մերեր տուն, եթե քսես հեր տունը հայոյան չի եղի, բանը այդ հարս գնալու տունը հայոյան չի եղի, փողոցը հայոյան չես, քսե ուրեմն գնացել ես մերեր տուն, այսինքն դի գյումրվա անեկդոտ է, գնացի։ Հարկադրել է, բարոն Ղուկասյան։ Ոչինչ, աղջիկ ջան, մի վախենա, ճանապարհ ես գնում եմ, նաև անդրադարձել այդ գայնագրությանը։ Ինչ լավ է, ասես եղի։ Չէ, նա ասաց, որ այն դուրս բրծուկները, ովքեր կփորձեն ժողովրդի կամքին հարկադրել, նրանք ամենաարագը կհայտնվեն ասֆալտին։ Ես էլ եմ կողնագից, եւ իրենց կողմից եմ, եւ իրանք էլ թող իրանց մասին մտածեն, որ անպայման իրենք կհայտնվեն համապատասխան տեղերը, որովհետեւ իրենք հիմա այդ տեսեք ոնց են ստիպում մարդկանց, թե ինչ պետք է անեն։ Բայց դուք ով եք, աղջիկ ջան, դուք որտեղից եք, էս մի հատի տեղը երկու հատ ունես։ Ասա լավ, նայեմ ես աղջիկն ինչ կսա։ Ումից։ Դու աղջիկ ջան, ինչ վրեժ խնդրել, աղջիկ ջան, ես վրեժ խնդիր միայն Թուրքից եմ լինում, ես ենքան բարի մարդ եմ, ես վրեժ խնդիր չեմ լինում, բայց ես իրանց կոչ եմ անում, որ չապի մեջ պահեն իրենց, որովհետև չապի մեջ մնալը ճիշտ է, օրինակ դու չես գտնում, որ պետք է խաղաղ լինեն, չապի մեջ լինեն, անձնական տաշ չմտնեն, թող ծրագրերը ներկայացնեն, բան անեն, բայց մարդկանց չկպնեն։ Լավ չի, սուդ եք խոսում, դուք սա սուդ, այդ ջայել աղջիկ եք սուդ եք խոսում, միակ մարդ եմ, որ ես ոչ թե կպնում եմ, ես ասում եմ ինչ են արել, ինչ արածը եթե կպնել եք համարում, ուրեմն դուք չարաչար սխալվում եք, հիմա տես երկու հատ միկրոֆոն կա գո ձեռքը, ես ասում եմ երկու միկրոֆոն կա, հիմա ես քեզ կբա, ինչ որ կա են եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Տեսեք, արդյոք այս հեռախոսազրույցի հրապարակումը, այսպես ասած, հիմք է տալու, որպեսզի ձեր նկատմամբ քրեական բարույթ Տոքի։ Դատախազությունը ուսումնասիրել։ Վա, ինչ լավ է, դու դատախազությունը ես սպասում եմ շարերը սրանց, ես ասում եմ Խիշենյանի մասին, իրանք դրա մասին չեն մտածում են սդից մտից բան, հիմա եթե նմանատիպ բան անեն, Անգարայի օրը կգնեն, զգուշ մնան, հիմա տեսեք Անգարան ինչ է, թող փորձեն ինչքան շուտ ինձ այդպիսի բան անեն, այնքան շուտ ժողովուրդը ոտքի կելնի եւ սիրուն իրանք կասեն մնաս բարով, դե թող սկսեն կտեսնեն, հաջողություն, ինչի է աղջիկ ջան։ Այո, սիրուն ջան։ Ոչ բոլորի հետ, անպայման ոչ ՔՊ-ի հետ։ Ընդդիմադիրը, բայց ընդդիմադիրը, այդ տղեկը բոլորը այսօր ընդդիմադիր են, ընդդիմադիր չեն իրենք, թե չէ։ Այդ անունները որ տվեցիր, բացի ՔՊ-ից։ Բոլորը ուրեմն ընդդիմություն են, էդ էլ արդեն կաբրենք կտեսնենք, եթե քաղաքի շահերից պետք եղավ անպայման։ Օրինակ, եթե երկրորդ տեղը զբաղեցնեք, կոալիցիա կկազմեք ընդդեմ ՔՊ-ի։ Ում հետ։ Եթե իր հետ ընդդիմադիր ուժերի հետ պարտադիր կազմելու ենք բացի ՔՊ-ից։ Հասկանալի։ Դու ինչ խառնվել ես իրար, Հեռուստաբանավեճին մասնակցելու եք։ Ոչ, ձեր հեռուստաբանավեճին չեմ մասնակցելու, որովհետև հանրային հեռուստաընկերություն։ Ոչ, ստեսություն, ինչքան ցեզանից հեռու ենքան ասուն մոդիկ, դուք եք խառնողը, ձերտերերն եք խառնողը,